Ինչու պիտի այսօր կարդանք Հրանտ Մաթևոսյանին։ Աշխարհի բոլոր ցավագին հարցերին կարելի է պատասխանել առանց ծմակոտից դուրս գալու։ Բարդ է լինել գրողի որդի։ Շատ։ Գրականությունը գյուղի եւ քաղաքի չի լինում։ Աշնանարևը իր կողմից չընդունվեց։ Ինչ պատմություններ ունի Հրանտ Մաթևոսյանը, որոնք հայտնի են միայն ձեզ։ Խայտարակությունն է, մի երազ եմ տեսել, որ մեկին չպատմեմ, իսկ քեզանից ավելի վստահելի մեկին չունեմ։ Ինչ վերաբերմունք ուներ Մաթևոսյանը Սիրադեղյանի գրականությանը եւ քաղաքական գործունեությանը։ Վանոն մեր տան տղան էր։ Վարդգես Պետրոսյանի հետ ինչ հարաբերություններ ուներ։ Համաշխարհային կինոն իր գայացունց ու աշխարհացունց գաղափարներով, իսկ ինքը իր 4 հովիվով ինչ որ բան է ուզում պատմել։ Ծնողական տունը գրանցեցինք որպես նորահայտ տեղական հուշարձան։ Նա խելագարվում է այն ամենից, ինչ կատարվում է իր հայրենիքում։ Ձեզ ինչն է հասցնում այդ խելագարության։ Ողջույն։ Ես ընթերցում եմ ձեր բոլոր ոգևորիչ նամակներն ու մեկնաբանությունները ու սրտան շնորհակալություն եմ հայտնում։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար բաժանորդագրվելով YouTube-յան մեր ալիքին, սեղմելով զանգակի կոճակը եւ հավանելով այն տեսանյութերը, որոնք դիտել եք եւ իրապես հավանել եք։ Եվ վճարովի տարբերակով միանալով ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին ցանկացած գումարի չափով։ Ի դեպ, մենք պատրաստել ենք կադրից դուրս հատվածներ բոլոր այն մարդկանց, որոնք կմիանան Re-Armenia-ի մեր նախագծին։ Նշածս բոլոր հղումները կարող եք գտնել այս էպիզոդի նկարագրություն բաժնում։ Ի դեպ, մեզ կարող եք դիտել նաև արդեն Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Շնորհակալություն։ Այսօր իմ հյուրը հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի որդի եւ Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն է։ Դավիթ ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ ենք։ Հավել եմ նաև Բախրի հասարակական կազմակերպության, բնապահպանական հասարակական կազմակերպության տնօրեն, որովհետև դա ինձ համար կյանքից եւ գործունեությանս հայեցակարգից ելնող բան է, թե չէ գլուխ չի գովի էլի հիմա այդ մի բանն ավելացնելով։ Շատ լավ, դրան կգանք։ Տեղյակ չէի, շատ լավ էր, որ ասեցիք։ Նախ սկսենք մեր ավանդական հարցով, ինչ եք անում սովորաբար առավոտյան 10:30-ին եւ որտեղ եք լինում։ Եթե ժամանակ առ ժամանակ դեր 10:30, 10:30 ակումբի հանդիպումներին չեմ գալիս, հիմա հիմնականում չեմ գալիս ցավոք սրտի, եւ եթե տանն եմ լինում, սուրճ եմ խմում եւ տնեցիներին ողջունում եմ, նայում եմ մեր այգում ինչ է կատարվում, որովհետև հետո մեկ էլ երեկոյան եմ հնարավորություն ունենալու դա անելու, այդպես, այդ անելիքս դա է 10:30-ին, բայց շատ հաճախ այնպես է ստացվում, որ Երևանում լինելուս դեպքում, Երևանի պայմաններում հարմարավետ մի տեղ Երևանի խցանման մեջ մեքենա եմ վարում։ Շատ անկեղծ պատասխան էր, այսօրվա ամենացավոտ խնդիրներից մեկն է։ Կուզեմ գանք Հրանտ Մաթևոսյանի գործունեությունից, որովհետև շատ լավ պատմություններ ունես դու եւ քո ընտանիքը պահած, ու կուզեմ անպայման մեզ դիտող լսողները եւս իմանան, ոչ միայն գրականությամբ հետաքրքրվող մարդիկ, գանք երևի սկզբից, թեպետ Մաթևոսյանի գրականության մեջ գերակշռում են գյուղական տարրերը, գյուղացու հոգսը, կենդանիները, բայց Մաթևոսյանը ամեն դեպքում գյուղագիր չէ եւ ինքն էլ ասում է, որ գրականությունը գյուղի եւ քաղաքի չի լինում, գրականությունը կամ կա, կամ չկա։ Ինչ կա Մաթևոսյանի գրականության մեջ եւ ինչ չկա։ Լավ հարց է։ Մաթևոսյանի գրականության մեջ կա համաշխարհային գրականության, բարձր մշակույթի բոլոր հայտանիշների ծաղկաբույլը, ծաղկեփունջը եւ չկա կեղծ գրի, ոճավորման, թվացյալ արհեստավարժ բեսթսելերային գրականության թվացյալ այն արհեստը,
որը շատ հաճախ ընթերցողին շփոթեցնում է եւ տպավորություն ստեղծում, որ լավ գրականություն են կարդում, որ ընթերցողը լավ գրականություն է կարդում կամ լավ ֆիլմ է նայում, կամ լավ նկար է վայելում, կամ լավ երաժշտություն է լսում։ Դա շատ նուրբ, նրբին սահման է կենթանու եւ մեռյալի, արհեստի եւ արվեստի, ինչը չի նշանակում իհարկե, որ արվեստը չունի արհեստի եւ արհեստավարժության տարրեր, եւ ինչը չի նշանակում, որ արհեստը չի կարող իր որոշ դրսևորումներով բուն, բարձր, գեղեցիկ եւ ճշմարիտ արվեստ դառնալ, բայց ահա այդ սահմանը զգալ եւ առավել եւս այդ սահմանից այս կողմ բարձր կողմ ստեղծագործել, այդ շնորհքը ունեն հանճարները կամ տաղանդավորների հանճարեղ ստեղծագործությունները եւ այս կողմ հակառակ կողմ չունեն կամ երբեմն միայն ունեն արհեստավորները։ Ահա կարծում եմ ինչ որ չափով կարողացա բանաձևել։ Իսկ ինչու պիտի այսօր կարդանք Հրանտ Մաթևոսյանին։ Որովհետև աշխարհի բոլոր ցավագին հարցերին կարելի է պատասխանել առանց ծմակոտից դուրս գալու։ Հրանտ Մաթևոսյանն է բանաձևել, որովհետև ծմակոտը աշխարհի մոդելն է եւ բոլոր փոխհարաբերությունները, ներանձնային, միջանձնային, զգացմունքային, ինտելեկտուալ, բոլոր տվայտանքները, Աստծո ստեղծած մարդու բոլոր նկրտումներն ու տառապանքները, բնությունը իր ամբողջության մեջ, աշխարհը իր ամբողջության մեջ, բոլոր փոխհարաբերությունները այդ գրականության մեջ կան։ Եվ թվում է, թե նա գրեթե երբեք բանաձևեր կամ ինչ որ իմաստուն աֆորիզմներ չի ասում, այլ միայն ենթադրություններ ու թեթևակի հարցի բանաձևման տարեր պարունակող հարցեր է տալիս, բայց նրա ասածը միշտ քեզ բերում է պատասխանի, միշտ քեզ բերում է բանաձևի։ Ահա դա է, որ այդ գրականության մեջ կա։ Եվ ինչի է պետք կարդալ, որովհետև մենք անընդհատ ունենք հրապարակախոսության, գաղափարախոսության, գաղափարի, բանաձևի կարիք, որպեսզի հասկանանք այս կամ այն բանը, եւ թվում է, թե դարձյալ այլ աշխարհում ենք, այլ իրականության մեջ, եւ ինքն էլ Մաթևոսյանն էլ պնդում է, որ նոր իրականություն է սկսվել եւ իր ժամանակների իրականությունը կործանվել է եւ իրականություններն ու մարտահրավերները փոխվել են, ասելիքները փոխվել են, արագացել է աշխարհը, դա մենք էլ հիմա առավել քան ահագնացող կերպով զգում ենք, բայց միևնույնն է, նրա տված սահմանումները, նրա պատասխաններ պարունակող հարցերը այսօր էլ վաղն էլ բոլոր հարցերին պատասխանում են, բոլոր հարցերին, իսկ եթե ձեզ թվա, որ չեն պատասխանում, ամենայն դեպս Մաթևոսյանով զինված լինելով, նրա հրապարակախոսությամբ, առավել եւս նրա գեղարվեստական գրականությամբ զինված լինելով, նրա ընթերցողը լինելով, դուք կյանքի մարտահրավերների առաջ կանգնած կլինեք, որպես ընթերցող կանգնած կլինեք լիովին կազմապատրաստ սաղավարտով, վահանով, զենք ու զրահով եւ նույնիսկ միջուկային զենքով։ Այ կարող ենք օրինակներ բերել, թե այսօրվա արագացող աշխարհում վազող մարդը ինչ կարող է ստանալ որպես զենք ու զրահ հենց Մաթևոսյանի գրականությունից։ Ես հիմա ախր որպեսի ճշգրիտ ցիտատ բերեմ, պիտի գրպանիցս ինչ որ գիրք անեմ եւ դա չունեմ եւ ես վախենում եմ նրա որևէ բառը, ստորակետը, միջակետը, կախմանկետը շփոթել։ Ես այդ իրավունքը չունեմ, թե որպես ժառանգ, թե որպես իր ժամանակակից կամ մեկը ում ժամանակակիցը Հրանտ Մաթևոսյանը եղել է, հա։ Դրա համար ես ձեզ եմ ընձեռում այդ հնարավորությունը, որ դուք որևէ բանաձև իրենից գտնեք։ Շատ լավ։ Երևի գանք մի փոքր ընտանեկան կյանքին Մաթևոսյանի։ Այո։ Ինչ պատմություններ ունի Հրանտ Մաթևոսյանը անձնական ու ստեղծագործական կյանքում, որոնք հայտնի են միայն ձեզ ընտանիքի անդամներիդ։
Միայն մեզ ընտանիքի անդամներից։ Լավ, սկսենք այնտեղից, որ իրեն մի անգամ հարց էին տվել, ինձ այս պատմությունը շատ է դուր գալիս, հարց էին տվել, ասել էին ձեր կյանքում երբևէ եղել է մի ցնցող դեպք, որը միջև հիմա ձեզ համար հիշեցիք եք։ Այո, բայց պատմեք։ Հա, որը ձեզ համար, որը միջև հիմա ձեզ տպավորել է կամ միջև հիմա շարունակում ենք ասել էր այո, այդպիսի մի բան պատահել է սրանից 25 տարի առաջ, բայց դա դժվար է դեպք համարել, որովհետև դա միջև հիմա էլ ինձ հետ է եւ դա իմ ամուսնությունն է, էլի։ Ասենք այդպես։ Շատ լավ պատմություն է Տիկին Վերժինեի հետ ծանոթությունը։ Ծանոթությունն է լավ պատմություն, թատրոն գնալն է լավ պատմություն։ Թատրոն գնալում մի փոքր, չգիտեմ, այնտեղ բանի հարց կա, երևի նուրբ գրաքննության հարց կա, այդ պատմել եմ։ Հիշում եմ, բայց Երևանյան գրքի փառատոնի շրջանակում եք պատմել, եկեք մարդկանց հնարավորություն տանք լսեն Ծանոթությունը։ Ծանոթությունից գանք թատրոնի պատմությանն էլ կգաք, բայց եթե այնտեղ են հատվածը, որ կարծում եք այդքան էլ Չէ, ես կարող եմ անուններ չտալ կամ բան անել։ Լավ։ Ծանոթությունն այսպես էր եղել, Տիկին Վերժինեին մի թեթև ցածր էին նշանակել եւ ինքը զայրացած համոզված լինելով, որ չէր կարող ինքը հայոց լեզվի գրավոր քննությունից 4 ստանալ, 4 թե 3 չեմ հիշում ինչ էին նշանակել, ավակ քրոջ ձեռքը բռնել էր, ավակ քույրը իր ձեռքը բռնել էր, ավակ քույրը արդեն պատմական ֆակուլտետի Երևանի պետական համալսարանի ուսանողուհի էր, Ժասմենը Էլչիբեկյան, մորաքույրս Վաղամերիկ գիտնական, հրաշալի գիտնական եւ ամենապայծառ մարդկանցից մեկը իմ կյանքում, գնացել էին բողոքելու մանկավարժական ինստիտուտ, հիմա համալսարան։ Եվ արդյունքում պարզվել էր, որ իրոք մեծ անարդարություն է տեղի ունեցել, անկապ ինչ որ հատվածի տակ կարմիրով ալիքաձև գծանշում անելով, թե ինչ որ մտքի, թե տրամաբանության սխալ կա, թե այսինքն ինչ կա, միավոր իջեցրել էին, որպեսզի պարզ կոնկուրսով դուրս մնա, այսինքն ոչ մի անարդար բան չէր եղել, ուղղակի մի թեթև այդ երեխայի ուրեմն շարադրությունը զիջում էր մյուս երեխաների շարադրություններին։ Երբ մայրս մտել էր բողոքարկման հանձնաժողով սա պարզելու, մորաքույրս միջանցքում հանդիպել էր մի երիտասարդի, որը նույնպես Աստծու կամ չգիտեմ բողոքարկման հանձնաժողովի հույսին մնալով այդտեղ շրջում էր։ Մորաքույրս հարց ու փորձ էր արել, այդ երիտասարդն էլ հարց ու փորձ էր արել։ Պարզվել էր, որ սկզբից ուրեմն դա հայրս էր, հա, ինքը մորաքրոջս Ժասմենին ասել էր, որ ոնց որ լավ միավորներ ունեմ, բայց չեմ ընդունվել, ասել էր ոնց լավ միավորներ ունես, բայց չես ընդունվել, ասել էր դե 3-5 եմ ստացել, ասել էր 20 քանի միավոր ունեմ, ասել էր 3-5 եմ ստացել եւ ռուսերեն քննությունից չի ստացվել, ասում բայց եթե 20 քանի միավոր ունես, ասել էր դե 20 քանի միավորը այսպես է 3 հատ 2 եմ ստացել ռուսերենից, 3 անգամ բողոքարկող հանձնաժողովը ինձ ընդառաջելով, զիջելով նորից է ուղարկել քննության, ըստ որում մի երկու անգամ օգնողներ են կողքս նստեցրել ռուսերենի ամբիոնից եւ այս անգամ արդեն այդ օգնողների հետ միասին ենք 2 ստացել, որովհետեւ գյուղի դպրոցում ռուսերենի պատշաճ ուսուցիչ չեն ունեցել։ Եվ որոշ առարկաների դարձյալ չեն ունեցել ուսուցիչ, նորմալ ուսուցիչ։ Եվ ահա այդ խնդրեմը եղել է եւ ի վերջո ռեկտորատի հետո ինչ էր եղել, ռեկտորատի ուրեմն բացառիկ թույլտվությամբ որոշել էին, որ ոչինչ որ ինքը ռուսերեն չգիտի ու մեղավորել չի, որ ռուսերեն չգիտի, ինչը իրեն գիտեք, հետո ռուսական միջավայրում հրաշալի դրսևորվելու հնարավորություն տվեց, թե Մոսկվայում սովորելը, թե ռուս կամ իր հետ ռուսերեն հաղորդակցվող լավագույն ընկերներ, եղբայրներ ձեռք բերելը, թե եւ այլն։ Ահա այդ պահին է, որ այդ ճակատագրական պահին է, որ Ժասմենի հետ խոսել էին, հետո մայրս դուրս էր եկել եւ 2-3 բար բան էին արել, դե հետո ամեն մեկը իր գործին էր գնացել, երկուսին էլ ընդունել էին։ Եվ մայրս իմացել էր, որ հրանտին ընդունել են, եւ երբ սեպտեմբերի 1-ին դասի էր եկել,
առաջին շարքում ընդհանուր դասախոսությունների մեծ լսարանում առաջին շարքում իր կողքին տեղ էր պահել ու երբ մարդ էր գալի ինքը ասում էր այստեղ մի տղա կա ինքը պիտի նստի ու ասում է արդեն կուրսը կասկածանքով դասախոսներից որոշներն էլ որ այս աղջիկը երևի խախտվել է, խանգարվել է, որովհետև ինչ որ մի ապրիորի абստրակտ տղա, որը անընդհատ չի գալիս դասի, բայց պիտի գա նստի, ասում էին դե բանը, հիմա երևի երևակայական մեկի մասին է խոսքը, դե մեծ կուրսերի դեպքում մոտ կարծեմ, հա 50 թե 100 հոգի իրենց պատմաբանասիրական ընդամենը երկու սերունդ պատմաբանասիրական միացյալ ֆակուլտետ էին բացել, որ ուսանողները թե պատմությունը, թե բանասիրությունը, լեզուն ու գրականությունը ընդհանուր ուսումնասիրում էին եւ դա լեզվամտածողություն եւ առհասարակ մտածողություն էր ձևավորում, կարծում եմ, եւ իրենք այդ սերունդն են։ Դրանից հետո փակվել է, կարծեմ։ Ահա եւ ասում է հոկտեմբերին հանկարծ լսարանի դուռը բացվեց, չեմ հիշում ում մասին էր ասում, այս պահին մամանու մասին էր ասում, կարծեմ Բորուս Հասրատյանի, թե ինչ իրենց դասախոսներից, որ ասում է մի տղա կանգնեց ու դասախոսը ասաց տղա ջան, ինչ է եղել, ասել էր ես իմ կուրսն է եկել եմ դասի, ասել էր բայց ես չեմ ճանաչում ձեզ, ասել էր հա ես դասի չէի, ես չէի եկել, ասել էր բա ինչի չէի եկել, ասել էր դե գյուղում էի, ոնց բա դասերը բա դու գյուղում էիր, հա ասում է դե հունձ էր, հորս էի օգնում, հիմա հունձը վերջացավ եկել եմ, ու դասախոսը շրջվել էր կուրսին, ասել էր որևէ մեկը ճանաչում է այս տղային, իրեն ասել էր այս այդ տղան է, հա բան, այս իմ կողքի տղան է, հա որ պիտի գար, այդպես բերել նստեցրել էր իր կողքը, այդպես եւ այդպես էլ երևի շարունակվել էր։ Ես հիշում եմ նաև ինչ-որ ջինսի պատմություն կար։ Շալվար, ջինս չէ։ Շալվար, հա։ Շալվար, դե անդրավարտիքի պատմություն կար, ավելի տխուր պատմություն է դա, արդեն կենցաղին առնչվող, բայց նաև սերունդի եւ այդ աղջիկների վարքը շատ գեղեցիկ է այդ առումով, որ այո, ժամանակ առ ժամանակ ասում է տեսնում ենք, որ մի 2, 3, 4 օր հրանտը դասի չէր գալիս եւ ինչ որ մարդիկ կային, որ աղջիկներից մեկը ասել էր, հա ես գիտեմ, իրենք Այգեստան են ապրում, Վարչով են ապրում, մեր կողքի փողոցում են, ես տանտեղը գիտեմ։ Եկեք գնանք տեսնենք ինչի չի գալիս, գուցե հիվանդ է, գուցե բան, կարծեմ ձմռան եղանակ էր եղել։ Գնացել էին, հասել էին, այս կողմ են կողմ, բան էին արել, հետո ի վերջո ստիպված խոստովանել էր, որ երկու եղբայր, ինքը եւ Հրաչյան Մաթեոսյան, այդ պահին խելքը գլխին մի անդրավարտիկ ունեին եւ փաստորեն փոխնեփոխ էին դասի գնում։ Հրաչյոն բանում էր սովորում, եկել ընդունվել էր արդեն համալսարանում էր կարծեմ սովորում, բանասիրականում, հրանտ այստեղ եւ մեծ եղբայրն ու փոքր եղբայրը փոխնեփոխ անդրավարտիկը կարևոր դասերի օրերին հագնելով գնում էին, հետո դե բան էին արել, ինչ որ ձևով այդ եմ ասում էլի սերունդի օգնությունը, որ ինչ որ անդրավարտիկ էին բան արել, բան ասում ինքը շատ բան չէր անում, ասում չէր ասում, հետո ասում մի կերպ հասկացանք, որ ուղակի ներկայանալի շոր չունեին, որ գային դասի, անդրավարտիկ չունեին։ Ահա այդպես, իսկ բանի պատմությունը պատմենք թատրոնին, հա։ Թատրոնինը։ Ուրեմն մայրս եւ մորաքույրս, այդ նույն մորաքույրս Ժասմեն Էլչիբեկյան թատրոնի սիրահարներ էին։ Եվ այնպես էր ստացվել, որ ներկայացումից ներկայացում, թատերաշրջանից թատերաշրջան, իրենք լինելով ավակ դասարանների աշակերտուհիներ, Սունդուկյանի թատրոնում մանավանդ թե մայրս, թե Ժասմենը բան էին, նաև ինչ որ փորձում էին թատերական խմբակ, սիրողական թատրոն, ուսանողական թատրոն մասնակցել եւ այլն, ծանոթանում են Մետաքսյա Սիմոնյանի հետ։ Եվ շատ լավ ընկերություններ, նկարներ կան արխիվում պահված, Մետաքսյա Սիմոնյանը իրենց հետ, Մետաքսյա Սիմոնյանը ինչ որ պորտրետային լուսանկար, այն ժամանակվա ճաշակով եւ բանով արած, գիտեք, գեղեցկուհի էր եւ լավ դերասանուհի էր, շատ լավ դերասանուհի էր, ավաղ շուտ մահացավ Մետաքսյան։ Եվ այնպես է ստացվում, որ հերթական մի պրեմիերայի մայրս որոշում է
այդ խուլ գյուղերից, սարերից, անտառներից Երևան եկած եւ քաղաքակրթությանը քիչ ծանոթ Հրանտ Մաթևոսյանին ուրեմն լուսավորի եւ տանի բարձր ու վեհ արվեստի թատրոն թարցիպես հույս ունեմ դա միակ հարաբերականորեն լավ ներկայացումներ որ պիտի գնային հարաբերականորեն լավ ուղղակի որ պրեմիերա էր բաներ երևի առաջնախաղ էր այդ բանը կար էլի հավակնությունը կար որ առաջնախաղ ներկայացման են հրավիրված ուստի պիտի գնան ու գնում են Վարդեմ Լենինը հոկտեմբերին թե չգիտեմ այդ կարգի ինչ որ ներկայացման որտեղ մեր լավագույն երիտասարդ դերասաններն էին ներառված այն ժամանակ արդեն բավականաչափ անուն ունեցող նույն ինքը Մետաքսյա Սիմոնյանը չգիտեմ ինչ դերում եւ Բաբկեն Ներսիսյանը Վլադիմիր Իլիչ Լենինի դերում Բաբկեն Ներսիսյանը որոշ ձեր հանդիսատեսից մեր հանդիսատեսից որոշ մարդկանց համար հիշեցնեմ Սայաթնովայի դերակատարը 60-ականներին նկարված համարժեք համանուն ֆիլմից չնայած թատերասերերը ու իմացողները գիտեն Բաբկեն Ներսիսյանի թե մեծությունը թե համբավը թե անունը Լենինի դերում համապատասխան ուրեմն հագուստով իսկ ով մեր սերունդից չի ավելի ուշ է գուցե չհիշի որ սովետական բոլոր ֆիլմերում եւ բոլոր ներկայացումներում Լենինը ներկայանում էր այդ բեղ մորուքը հասկանալի էր ճաղատ գլխով եւ այլն եւ ուրեմն ուներ կոստյումի տակից հագնվող ժիլետ վարչապետկային Կարապետյանի ժիլետի պես բայց ավելի ուրեմն խիստ գույներով եւ այդ ժիլետի այս մասը մետաքսից էր եւ Լենինը ուներ մի ժեստ այդ ժիլետը երբ որ հագնում էր ինքը այսպես այդ ժիլետի այս թևատակերից բաներ անում հետո ասում էր այսպես է պետք գնալ սա է ճանապարհը պետք է ոչնչացնել նրանց պետք է անել սրանց պետք է անել հրահանգներ էր տալիս եւ հերագրեր էր բանանում թելադրում որ անպայման ուղարկեն այս ինչ զորքը ուղարկեն են ինչ տեղ է այս ինչ զենքը վաճառեն նրան եւ այլն եւ ահա այս ներկայացման ժամանակ թեյ խմելով եւ աչ ու ձախ շարժվելով դերասանը Բաբկենը Ներսիսյան 2-3 անգամ այնպես է ստացվում որ այդ նոր կարած ժիլետը սայթակում է ու մատերը դուրս են թռչում հետո մի անգամ էլ անում մի անգամ էլ են դուրս թռչում ու երրորդ թե չորրորդ անգամ դահլիճը արդեն դե առաջին ներկայացում է մի քիչ անվարժություն կա դերի բան կա ու 3 թե 4 անգամի բանով ուրեմն դահլիճը արդեն սպասելով այդ բանին էս գուցե նաև հագուստ անհաջող էր կարած հաջորդ դուրս թռչելուն դարձյալ ծիծաղում են սկսում են փրկալ արդեն գումարած որ այդ երևի կարծում եմ գաղափարախոսական իդեոլոգիական այդ Լենին բան այդ թեման մարդկանց համար այնուամենայնիվ ինչ որտեղ զավեշտալի էր չնայած ողջ պատրանքին երկրի հրաշալի գաղափարաբանական կյանքի էլի եւ հերթական բանի ժամանակ Հրանտը չդիմանալով այդ բանին տեղից բացականչում է մատը ծռի ու երբ որ ինքը բացականչում է մատը ծռի դահլիճը փրկում է միանգամից անվտանգության 2-3 աշխատող հայտնվում են եւ ասում են դուք էիք ինքը ասում է այո ես էի բան մե դուրս համեցեք մայրս միանգամից ասում է որ ես իր հետ ոչ մի կապ չունեմ որովհետեւ վիրավորվում է Մետաքսյա Սիմոնյանի Բաբկենի գուցե նաև Ուլյանով Լենինի հանդեպ այդպիսի կատակ եմ անում այդպիսի վերաբերմունքից հետո հաշտվում են այսինքն հայրս նրան ուղեկցում է միջև երրորդ մաս միջև իրենց տուն օրեր հետո ամեն ինչ տեղն է ընկնում բայց այդ պահին դա այդպես է վերջանում եւ այդ դահլիճի բուրըն ռեակցիան ոչ միայն այն պատճառով էր որ ահա այդ իրավիճակն առաջացել էր եւ Հրանտը այդ բացականչությունը իրեն թույլ էր տվել 20 քանի տարեկան էլի լկտի եւ հանդուգն այո այլ նաեւ այն պատճառով էր որ այդ տարիներին 50-ականներին Երևանում այսպես ասած գրական միջավայրի անեկդոտների շրջանում հայտնի էր ոմն բանաստեղծի այ հիմա բանաստեղծի անունը չտանք չգիտեմ դե հա չտանք ոմն բանաստեղծի ինչ որտեղ նոմենկլատուրային բանաստեղծի երազը որ հետեւյալն է
որ մի առավոտ այս բանաստեղծը առավոտ ժամը 8-ին ամառ օգոստոս քրտնած շփոթված վախեցած իրեն գրողների միությունն է նետում վստահ լինելով որ Ավետիք Իսահակյանը որ գրողների միության ցկյանս նախագահն էր կաբինետում պիտի լինի գալիս է եւ Իսահակյանը իրոք ընտեղ էր որտեղ Իսահակյանը ամեն առավոտ իր տանից դուրս գալով մի քանի 100 մետր քայլում էր եւ առաջինն էր հասնում գրողների միությունը ըստ էության դուռը ինքն էր բացում մինչեւ որ մնացած աշխատակիցները կգային Իշերը քիչ էր քնում, գալիս էր սպասում էր մնացածին եւ ահա այս մարդը գալիս է ասում է Աբոջան խայտարակությունն է մի երազ եմ տեսել որ եթե մեկին չպատմեմ իսկ քեզանից ավելի վստահելի մեկին չունեմ եթե մեկին չպատմեմ ուղղակի կարողամ մահանամ որովհետեւ սարսափելի երազ եմ տեսել սարսափելի ուզում եմ պատմել բայց ուզում եմ քեզանից երաշխիք որ ոչ մեկին չես պատմի մեր մեջ կմնա բայց կպայթեմ եթե չպատմեմ խնդրում եմ ականջ դնես ինձ ու նա ասում է ասա Իսահակյանը մի թեթև կակազում էր ասում է ասա մեջդ մի պահիր իրոք կթեթևանաս կպատմես ամեն ինչ լավ կլինի նստիր եւ պատմիր եւ սա պատմում է որ Աբոջան ամառ է շոգ է օգոստոսն է Երևան է ինչ մեղքս թաքցնեմ անկողնուս մեջ մորե մերկ բերքսի վայր քնած եմ այս կողմ եմ շուր գալիս են կողմ եմ շուր գալիս վերջը մեկ քամի է փչում հաճելի է լինում աչքերս կփչում են մեկ չի լինում շոքում եմ աչքերս բացում եմ մեկ էլ զգացի որ մեկի հայացքը վրաս է գամբված գլուխս բարձրացնեմ տեսնեմ Գաբրիել հրեշտակապետը հրեշտակապետն ասաց բանը բանից անցել է պատրաստվիր գնում ենք ասացի ոնց ուր գիրքս տպարանում առավոտը պոեզիայի բանում քննարկում ունենք արցակի բանում արցակի ուրեմն բաժանմունքում քննարկում ունենք 3 օրից երեխաների հետ հանդիպում է Խնկո-Ապոր անվան գրադարանում բան հրեշտակապետն ասեց այդ հավատանեմ ես ինչից ես խոսում ասում եմ բանը բանից անցել է կյանքի թե թաշիվները փակիր բա ընտանիքս բա կնոջս բա երեխեքս հրաժեշտ չտան բան վերջացավ ասեց աստծու մոտ ենք գնում հարցերը փակի ասում դե խեղճացա ասի հրամանքդ հրեշտակապետ դե հրեշտակապետն էլ ասեց այ ապրես հետո ասում է ոչ ես կողմ ոչ են կողմ բութ մատը կողեց համապատասխան տեղս ու թրանք ասում թրանք հիմա բարձրանում ենք փառավորվում եմ ներքևում Երևանը Մասիս է երևում է Արագած է երևում է Արալեռն եմ տեսնում նոր թաղամասեր եմ տեսնում այգիներ մի խոսքով գիտես էլի Երևանը վերևից ինչ գեղեցկություն է բարձրանում ենք արդեն ամպերն ենք անցել արդեն համարյա արդեն տիեզերքում ենք ու զգում եմ որ եւ սարսափելի է եւ վայելում ու բերկրանք է այս ամեն ինչը տեսնել ու անցած կյանքս եմ մտորում այս եմ մտորում այն եմ մտորում մեկ էլ այդ նեղ մաջալին տեսնեմ այս հրեշտակապետի մատը դուրս է գալիս ու սարսափեցի որ այդ բարձրությունից պիտի գահավիժեմ գոռացի մատը ծռի ու Իսահակյանը շատ լուրջ լսելով ասում է հետո ծռեց ինքը ասում է չգիտեմ Աբոջան մանրահատակի վրա արթնացա անկողնուց ընկա մանրահատակի վրա արթնացա ու վազեցի քեզ մոտ արդեն որովհետև չգիտեի ընտանիքից որ պատմեի գուցե վրաս ծիծաղեին գուցե չհասկանային ասի մենակ դու ես իմ ավակ ընկերը որին ես սա կպատմեմ այդպես ահա այդ անեկդոտը շատ կենթանի գրական մշակութային ամբողջ միջավայրում թնդացող Իսահակյանի մահից հետո էլ թնդացող ուրեմն եկել էր Սունդուկյանի թատրոն եւ Վլադիմիր Իլիչ Լենինի ներկայացմանը մի թեթև այդպես խանգարեց Իսկ ինչ հարաբերություններ ունեին Հրանտ Մաթևոսյանն ու Վանո Սիրադեղյանը եւ ինչ վերաբերմունք ուներ Մաթևոսյանը Սիրադեղյանի գրականությանը եւ քաղաքական գործունեությանը
շատ լավ հարաբերություններ ունեին, Վանոն մեր տան տղան էր, ժամանակ առ ժամանակ իրպես անկանխատեսելի, միջև շարժումը նկատի ունեմ Ղարաբաղյան, անկանխատեսելի հանկարծ գալիս էր, բայց մի մարդ էր, որը առաջին օրվանից, օրինակ, ես էլ իրենից էի, չէ, ես իրենից մոտարապես ինչքան, մոտ 20 տարով ես փոքր էի, ինքը Հրանտից 11 տարով էր փոքր, Հրանտն ու իր ավակ եղբայրը, որ նոր մահացավ, մեր Սերյոժան, տարեկիցներ էին։ Ահա այդպես ստացվում էր ավակ ու կրտսեր եղբայրների հարաբերություններ էին, կամ հոր եւ որդու գուցե, ես այդպես եմ մտածում, այդպես եմ դատում։ Հանկարծ հայտնվում էր, խոսում էր, սուրճ էր խմում, ինչ որ բաներ էր ասում, շատ ու շատ գրական միջավայրի մարդկանց հետ, որ գալիս էին մեր տուն, շատերն էին գալիս եւ խանգարում էին, շատերն էին գալիս եւ ավելորդ էին, Վանոն այն քչերից էր, որ ավելորդ չէր։ Ինքը մենակ չէր, էլի մարդիկ կային, գրեթե մեր գրական, ասենք այսպես, մշակութային միջավայրից, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Էլի մարդիկ, որոնց Արմենը Շեկոյան, կարող եմ էլի ասել, այսինքն հիմա դրա մասին չի խոսքը։ Այս մեր տան այդ անցուդարձը անընդհատ կար, նոր սերունդը կամ թեթև ավելի երիտասարդ սերունդը անընդհատ մեր տուն գալիս գնում էր։ Վանոյի հետ հրաշալի փոխհարաբերություններ կան, եղել են։ Ամեն ինչ չի, որ դուր էր գա։ Լևոնը Խեչոյանը, մոռացանք Լևոնի մասին, չի կարելի մոռանալ, հրաշալի մարդ, հրաշալի գրող։ Ավելի ուշ մեր տուն մտած, ավելի դժվարությամբ, Լևոնը շատ ավելի ինտրովերտ կերպար էր, փակ մարդ էր, եւ պարկեշտ էր շատ, շփումները դժվար էին իր, բայց ինքն էլ։ Վանոյի գրականության մասին էինք խոսում, ամեն ինչ չէր, որ հավանում էր, բայց հավանում էր, շատ էր սիրում, ինքը ընդհանրապես խոսքի հանդեպ, խոսքի կառուցվածքի հանդեպ, գրողները երբ ինչ-որ բան տալիս էին, խնդրում էր, որ անպայման իրենց գործերը տան կարդա։ Եվ տառապանքով, վատ բաները տառապանքով էր տանում, որ բանաձևման, ձևակերպման խնդիրներ ունեին, կամ բառապաշարները քիչ էր, կամ աղքատիկ էր, կամ բառերը ճշգրիտ չէին, դա դժվար էր տանում։ Եվ հրաշալի, երբ որ բանաձևեր էին գտնում, բանաձևումներ էին գտնում, ուրախանում էր շատ։ Ահա Վանոյին էլ ճիշտ նույն կերպ քննում էր, քննարկում էր եւ գտել էր։ Եվ համարում էր, որ այո, նա խոսք ասող գրողներից մեկն է եւ իր կանխատեսումը այդպես էլ եղավ, այդպես էլ տեղի ունեցավ։ Շատերն էին նմանեցնում, ինքը այնուամենայնիվ ասում էին, որ ոճաբանական առումով հիմա էլ են մեր գրականագետները անընդհատ այդ հարցը քննարկում, ինքը համարում էր, որ այնուամենայնիվ տարբեր են եւ ներաշխարհը դեպի ներս, ներաշխարհը դեպի դուրս, այդ էր քննարկում, Վանոն ոնց որ գնում էր իր, եթե չեմ սխալվում, իր ձևակերպումը պիտի լի, որ Վանոն անդադ խիստ ներհայեցողական բաների էր գնում, չնայած նկարագրությունները հասկանալի է, որ միջավայրային էին, բայց ներանձնական ներհայեցողական դիտարկումների էր գնում, իսկ ինքը իր քննարկումը, իր պատմությունը կառուցվում էր այնուամենայնիվ միջանձնային փոխհարաբերություններ ցույց տալու եւ դրա միջոցով ներթափանցելու։ Այդ մոտավորապես այդպես, եթե չեմ սխալվի հիմա ձևակերպումներիս մեջ, հույս ունեմ, որ ճիշտ եմ հիշում։ Իսկ քաղաքականության մեջ մտնելը դե ինքը ավելի լավ, քան ինքը ոչ ոք չի ձևակերպել, որ կորցնելով գրողին, այնուամենայնիվ, որովհետև քաղաքականություն մտնելը միարժեքորեն ավարտվելու էր նրանով, որ օրինակի համար թե Լևոնը գրականության, գիտության համար, թե Վանոն եւ թե ավելի ուշ ասպարեզ մտած Վազգենը Սարգսյան, իրենք իրենց մշակույթի, իրենց միջավայրի, իրենց անելիքի առումով կորցրեցին եւ անցան լրիվ ուրիշ բանի, բայց ժամանակի մարտահրավերը դա էր եւ իր հրապարակախոսության մեջ Հաթեւոսյանը քանիցս դրան անդրադարձել է եւ հույս ուներ, որ ահա
նաև իր անունը բերաններին մեծացած այդ սերունդը կարողանալու է Հայաստանի մշակութային քաղաքական միջավայրը այնպես ձևավորել, որ անկախ պետականությունը այլևս սպառնալիքները հաղթահարելով կկարողանա ոտքի կանգնել եւ դառնալ եւ ժամանակի մարտահրավերները եւ քաղաքակրթության ու ժամանակակից քաղաքական աշխարհի համաշխարհային մարտահրավերները պատվով առաջ ընդունել եւ առաջ գնալ։ Ցավոք երևի թե այդպես չեղավ, որովհետեւ այդ սերունդից հետո արդեն խոշոր անհատների, խոշոր անհատականությունների, ոչ գորշերի ոնց որ սպառվեց այդ մարդկանց բանը, այդ մարդկանց ընթացքը սպառվեց, իրենց չհաջորդեցին իրենց միջավայրում ձևավորված այդ նորերը, որոնք այսօր արդեն պիտի քաղաքական խոսույթը այսքան չմարացնեն, գուցե մեղքը շատ մերը չէ, գուցե համաշխարհային երևույթ է, մենք այսօր տեսնում ենք ինչպիսի աննորմալություններ են կատարվում համաշխարհային մասշտաբով եւ որքան են մանրացել քաղաքական առաջնորդները, երկրների քաղաքական մարտահրավերները, մշակութային գաղափարները, մշակութային քաղաքակրթական գաղափարները, ինչքան խոշոր ծանր սպառնալիքի առաջ է ամեն պահի երկիր մոլորակը կանգնած մեր մարդկային ապաշնորհության շնորհիվ, բայց համենայն դեպս ինքը այդ հույսը ուներ, որ այդ սերունդը, որ իր սերունդի, իր նախնիների, իրեն նախորդած սերունդների ուժով եւ մտքի ու զգացմունքային ֆոնի միջավայրում է ձևավորվել, կկարողանա, բայց ունենք այնինչ ունենք։ Հույս ունեմ նոր սերնդում մարդիկ կլինեն, որ թերևս այս արհավիրքի ժամանակաշրջաններից հետո կկարողանան ինչ-որ բան ետ բերել եւ նորից բարձրացնել բարձր բաների ժամանակաշրջանները։ Այդպես։ Հիշեցի ձեր խոսքին զուգահեռ Սերգեյ Դովլաթովի շատ ընթերցված գրողներից մեկի միտքը Մաթևոսյանի մասին, դա Դովլաթովն իրեն չէր պատկանելիության զգացում չուներ, հա, որևէ երկրի եւ Մաթևոսյանի հետ շփվելուց, նրան հանդիպելուց հետո մի քիչ այսպես հայացել էր, ու ասում էր, երբ նրա աչքերով եմ նայում, սկսում եմ մտածել հայության մասին, ու ասում էր Մաթևոսյանը ինձպես չի, ինքը իսկական հայ է, որովհետև նա խելագարվում է այն ամենից, ինչ կատարվում է իր հայրենիքում։ Ուզում եմ հարցնել, ձեզ ինչն է հասցնում այդ խելագարության, այն ինչ որ հիմա կատարվում է մեր հայրենիքում։ Գիտես, ընդհանրական ասեմ, Լիլի ջան։ Երևի այսպես ինձ ամեն վայրկյան խելագարեցնում է այն, որ ժամանակակից աշխարհի եւ ժամանակակից Հայաստանի, այսօրվա Հայաստանի մարտահրավերներին ես շատ հաճախ եմ նայում ելնելով Մաթևոսյանի աշխարհայացքից եւ ես ուրիշ աշխարհայացք ըստ էության չունեմ, ուղղակի երբեմն քանի որ ստիպված եմ այս ամեն ինչի հետ որպես մարտահրավերի հետ գործ ունենալ, ստիպված եմ վերացարկվել, որպեսզի լրիվ մերժման կամ լրիվ բացասման չգնամ, որովհետև այդ կնշանակի պարփակվել ու մտնել մահերի դուռ։ Ինչը չի կարելի, որովհետև իրենց ուզածը հենց դա է, գորշության ուզածը հենց դա է։ Եվ ես ամեն ինչ անում եմ, որ իմ տեսներին քիչ թե շատ նույն աշխարհայացքով մտածողներին, նույնական կերպ մտածողներին ձեռք մեկնեմ եւ կարողանամ իրենց հետ թեթևի ու սուսի այդ երխուշտան ապրել։ Այսպես ասենք։ Շատ լավ։ Չնայած երխուշտապարել Գագիկը ինձ այդպես էլ Գինոսյան չհասցրեց սովորեցնի, որտեղ ոտքս վնասեցի ու դադարեցին իմ այդ բարերը սովորելու բաները, բայց ամենայն բանով ձգտում էի։
Դա է խելագարեցնում, որ դու այդ ամեն ինչը գիտես, ինձ քանի անգամ հարցրել են, ինչ կուսակցության ես, եթե լինեիր ինչ կուսակցության կլիներ, ես ունեմ համակրանքներ, հակակրանքներ, ես ունեմ մերժելի եւ ատելի, չնայած ատելը լավ բան չի, որովհետեւ ատելով դու ատվողին ես հուշ տալիս, բայց մերժելիներ ունեմ եւ սիրելիներ ունեմ, բայց կյանքի դառը փորձը ինձ ցույց է տվել, որ իմ կուսակցությունը մշակույթն է, բարձր մշակույթը, հրանտն է իմ կուսակցությունը եւ բարձր գրականությունն է, բարձր գիրն է իմ կուսակցությունը եւ դրանից ավել բարձր խոսքից, բարձր բանից, բարձր կինոյից, բարձր գրականությունից ավել ես որևէ կուսակցություն չունեմ, որովհետեւ այդ ամեն ինչը խիստ մարդկային է եւ խիստ խոցելի է կուսակցական լինելը եւ փորձը ցույց է տալիս, որ երբ դու չունես մշակութային անվտանգություն, եթե դու չունես մշակութային աշխարհայացք, որպես ազգ, որպես քաղաքակրթություն, իսկ մենք հիմա դա չունենք, մենք ունենք կայացած մշակութային երևույթներ, մենք ունենք խոսույթներ, որ հենց հրանտ ասենք, հենց Թումանյանը, ասենք, հենց Խորենացին եւ այլն։ Մենք ունենք մշակութային կայացած կայուն բարձր համաշխարհային մակարդակի խոսույթներ, որոնք կարող են ցանկացած պահի 0-ից պետություն, պետականություն եւ ազգ ձևավորել, իսկ մենք մոլորված ընթացքով, դեգերելով, իրար ուտելով, իրար ոչնչացնելով, իրար չհասկանալով, հիմնականում հիմարություններ դուրս տալով, այս ուրիշների գծած ծիրով, ուրիշների գծած արահետով շարունակում ենք այդպես բանի Կոզբադինի ջարդած կոտի բեկորների պես շարունակում ենք դիեզերքում ինչ-որ տեղ թռչել, հույս ունենալով, որ ի վերջո Աստված, իսկ գուցե նույն ասենք Հրանտ Մաթեոսյանն ու Հովհաննես Թումանյանը մի կերպ մեր այդ բեկորների բանը կուղի եւ հերթական անգամ փառքով ու պատվով կփրկվենք ու կասենք վայ մենք պետականություն ունենք կամ վայ մենք ընթացք ունենք, վայ մենք կայացել ենք այս անգամ էլ փրկվեցինք, այս անգամ էլ բրծանք։ Գուցե դա կլինի Կիլիկիայում, գուցե դա կլինի Հայաստանում, գուցե դա կլինի, չգիտեմ, Գլենդեյլում, բայց այդպես չի կարելի, այսինքն չի կարելի այնքան դժբախտ եւ այնքան երեսառատ լինել, որ ամեն անգամ քո բարձրերից, քո իմաստուններից մեկի կամ մի քանիսի գծած ծրագրով ասած խոսքով հաղթանակելի խոսույթով, բանաձևով դու փրկվես ու հետո մոռանաս դրա մասին, համարես, որ քեզ ոչ մշակույթ է պետք, ոչ ազգային գաղափարախոսություն է պետք, ոչ էլ առհասարակ պետություն է պետք, մինչև որ տանուս հատկացնեն ու նորից ուշքի գաս, որ վայ, էլի ինձ ծեծում են։ Այդպես։ Մի փոքր հետ Գնացինք։ Մաթեոսյանի գրականության էկրանավորմանը։ Էկրան էր բարձրացվում աշնան արևը, մենք ենք մեր սարերը։ Թվում է, թե պետք է գրողը երջանիկ լինի, որ նոր հնարավորություն, նոր դասարան պիտի ունենա, այսպես իր ստեղծագործությունը ներկայացնելու, բայց Մաթեոսյանը այդքան էլ երջանիկ չէր եւ հակառակը չէր էլ ցանկանում, ինչքան գիտեմ, որ այդ գործերը էկրանավորվեն։ Կուզեմ մի փոքր դրանից խոսեք, ինչն էր պատճառը։ Չի ասի, որ չէր ցանկանում, հենց սկզբից ասեմ, որ չի ասի, որ չէր ցանկանում, ամենալավը նկարագրել է Հենրիկ Մալյանը։ Մենք նույնիսկ մի ֆիլմ ենք նկարում ֆիլմի մասին, թե ինչպես է մենք ենք մեր սարերը նկարահանվել 2010-ին Աշոտ Ադամյանը եւ ես։ Հնարավորություն ստեղծվեց մշակույթի նախարարությունը մի փող էր հատկացրել, մի խոսքով այդ ֆիլմը նկարեցինք։ Ասում եմ մի պահ շուրեկա տեսա քարը ձեռքից կանգնած ես ու ասում շատ զայրացած էր, իմ բառերով ասեմ էլի, այնպեսի տպավորություն էր, որ պատրաստ էիր այդ քարը նետեիր իմ վրա, ցանկացած մեկի վրա, աշխարհի վրա, որը կփորձեր քո գյուղին, քո ծմակուտին, քո հովիվներին ինչ որ բան ասեր։ Եվ ինձ թվում է մինչև հիմա էլ այդ քարը ձեռքիդ պատրաստ կանգնած ես, որ պաշտպանես։ Դրա հաջորդողը երևի կլինի Անդրեյ Բիտովը,
որ որևէ մեկին ավելի նվիրված իր փոքր հայրենիքին, իր տեղին, ինչպես հրանտներ նվիրված չեմ տեսել, որ անընդհատ տառապանքի մեջ էր, որ ինքը տեղին դավաճանել է եւ հեռացել է այնտեղից։ Եվ անընդհատ այդ տեղի մասին է, անընդհատ այդ կարոտի մասին է խոսում եւ այդ կարոտով է ապրում եւ այդ կարոտով է վերընձյուղում, ստեղծում իր միջավայրը, իր երևակայական աշխարհը, ծմակուտը կլինի անտառամեջը, թե ինչպես էլ վրան կոչենք, ահնիձոր։ Ահա այդ ամենալավ նկարագրությունն է։ Հիմա պատկերացրեք գավառական տեղական գրաքննությունից փախցրին իր ընկերները իրեն 64 թվականին, 64-65-ին ասացին լսիր Մոսկվայում այսպիսի բարձրագույն սցենարական կուրսեր են ձևավորվում, գուցե հայտ ներկայացնես, գուցե մենք էլ գրողների միությունից բնութագիր տանք, գնաս հայտ գրես ընդունվելու, արդեն քեզ վրա է, այսինքն չենք կարծում, որ քեզ չեն ընդունի, գնա հայտդ գրի, թող հայտդ թարգմանեն ռուսերեն, ասենք թե, ու տես, եթե կընդունեն, արդեն բան, դե ինքը փաստացի գնացել էր հենց հայտը խոմարը հիշում եք, ստեղծագործությունը, գործը, հենց այդ մասին է, գնացել հայտը փաստացի գրել էր հենց մենք ենք մեր սարերը, այսինքն ոչ մի պահի ինքը չի ընկրկել այն համոզումից, որ ահա դա, այդ գործը, 5 գող ուրեմն չոբանի 5 գող հովիվի մասին գործը 4 կամ 5, հա, ինչ որ անարժեք մի բան է, որովհետև աշխարհը իր մասշտաբային բաներով, համաշխարհային կինոն իր զգայացունց ու աշխարհացունց գաղափարներով, իսկ ինքը իր 4 հովիվով ինչ որ բան է ուզում պատմել։ Ընթացքում նաև համոզել են, որ չանի, որ ետ կանգնի, որ փոխի, ընթացքում մի բան էլ է գրել, բան այս կանաչ կարմիր աշխարհը, հենց այդ շրջանի գործ են երկուսն էլ, էլի։ Ահա, այսինքն երբեք չի կարելի ասել, որ ինքը չի ուզել, որ էկրանավորվի, այսինքն մենք ենք մեր սարեր վիպակը եղել է, եւ ինքը փաստացի 0-ից գրել է սցենար, վիպակի նույն սյուժեով, բայց երբեք դա չի կարելի համարել վիպակի էկրանավորում, անընդհատ այդպես են ասում։ Ինչպես նաև Աշնանարև կինովիպակը չի կարելի Աշնանարևի վիպակի էկրանավորումը համարել, չնայած հերոսը նույնն է, երեխայի անունը Սիմոնը եւ այլն նույնն են, բայց առանձին օրիգինալ ստեղծագործություն է ըստ էության նույն սյուժեով ստեղծված։ Ահա ինչպես նա կարող է չուզել, որ դա նկարահանվի։ Ուրիշ հարց, որ ինքը չէր ուզի եւ երբեք կողմ չեղավ եւ ընդհակառակը կռիվ տվեց ու դեմ եղավ, որ դա այն ստանդարտ կլիշեական կինոպատումային մեթոդաբանությամբ ձևավորվի, ձևակերպվի, ինչպես որ ասենք 60-ականների սկզբի, 50-ականների վերջի սոցռեալիզմի շատ ու շատ քիչ կամ առավել չափով հաջողված, իսկ իմ կարծիքով բնավ չհաջողված ֆիլմերն էին։ Այդ ոճին ինքը չէր ուզենա, որ զոհաբերեր իր ահա այդ գեղեցիկ եւ ճշմարիտ սցենարն ու իր պատմությունը։ Եվ ինքը միջև վերջ կռիվ տվեց դրա համար եւ իրեն հասկացան։ Եվ Փառք Աստծո, կարծում եմ առնվազն 90%-ով, եթե ոչ 95%-ով իրեն հասկացավ բեմադրող ռեժիսոր Հենրիկ Մալյանը, եւ ահա այդ ֆիլմով եւ այդ դարաշրջանի մեր մյուս ֆիլմերով, Սարոյան եղբայրներով, Եռանկյունիով, Երևանյան օրերի քրոնիկայով եւ այլ Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի եւ մեր մյուս ռեժիսորների ֆիլմերով ի վերջո հայկական կինոյի լավագույն ոսկե շրջանը կայացավ, ձևակերպվեց հնարավորության լավագույն սահմաններում ձևակերպվեց խոսույթ, կինոյի խոսույթ, ազգային կինոյի խոսույթ, որը սերունդներ բարձրացրեց։ Ուրիշ հարց, որ շարունակություն չունեցանք, ուրիշ հարց, որ 70-ականների վերջին, 80-ականների սկզբին դա արդեն սկսեց մարել եւ նոր սերունդը ոնց որ թե ուրիշ խոսույթով արդեն դաշտ դուրս եկավ եւ կինոյի այդ բարձրությունը կարծում եմ այդ որակը թե սցենարական հիմքի, թե բեմադրության, ռեժիսորների բեմադրության սկսեց մարել։
Ինչի համար ես շատ ափսոսում եմ։ Իսկ թե ինչու աշնանարևը ոչ, որովհետև ամենաշատը ինքը ընդունեց մենք ենք մեր սարերը, Միանշանակ։ դե, հա, Դիտողի տեսանկյունից էլ ակնհայտ է տարբերությունը։ Այո, ինքը առհասարակ չի բացակայել նկարահանման հրապարակից, Մարյանի խնդրանքով 2-3 ամիս անընդհատ նկարահանման հրապարակում է եղել։ Ձայնագրության շրջանում էլ ձայնագրման տեղում է եղել եւ մենք վկայություն ունենք, որ ձայնը ֆիլմում 2 տեղ հնչում է, կադրից դուրս, հա։ Դե ուղղակի ռեպլիկ է նետել, ձայնագրվող ձայն է պետք եղել, ռեպլիկ է նետել։ Բան ունեցող, հա, թեթև բարբարային առանձնահատկությունից ելնելով, ասենք ինչ որ մեկի խոսքերը ինքն է ասում, ասենք Պավլեն 5 րոպեում ոչխարը միս է անում, ֆիլմի ամենասկզբում, բանը ռեպլիկ է տալիս, Ֆրունզե Մկրտչյանը ռեպլիկ է տալիս, ասում է չի կարող, նա պատասխանում է տեսած բան եմ ասում է չի կարող։ Դա Մաթեոսյանի ձենն է, ըստ որում ես լրիվ պատահաբար եմ պարզել ու իրեն հասցրել եմ հարցնել։ Ինքը ուղղակի այդ բան սենյակով ասում էր, ինքը ֆիլմը չէր նայում, ասի ես քո ձենն է, ասեց հա։ Ու գնաց։ Հետո երկրորդ տեղում եմ որսացել իր ձայնը շատ ավելի աղավաղված, բայց դարձյալ հասկանալի, որ ինքն է, ֆիլմի ֆինալը կհիշեք, այդ որտեղի ոչխարն է, այդ որտեղ անտարամի չի, ավակը ձեզ հետ է, եկեք հաց ուտենք, խորոված ուտենք, այդ փոխկանչը որ կա մեղադրվողների եւ լեյտենանտի ոչխար են գողացել ոչխար ու այնտեղից արձագանքը ինչի համար, ինչ գործ Այն երկու ձայներից մեկը, եթե ոչ երկուսն էլ, բայց տարբեր ձայներ են, հաստատ ինքն է։ Ու դա պարզ է, որ ստուդիայում հնարավորություն է եղել ձայնագրելու, այդպես էլ ձայնագրել են, որովհետև բնական ձայներ չէին։ Ահա իր այդ չբացակայությունը շատ կարևոր էր։ Ինչու աշնանարևը ոչ իր կողմից չընդունվեց, բայց ես հարգում եմ հանդիսատեսի մինչև հիմա շարունակական սերը աշնանարևի նկատմամբ եւ հատկապես կանանց, որոնք տեսնում են իրենց մորը, տեսնում են իրենց տատին, այսինքն այնուամենայնիվ այն իրողությունը, որ Մաթեոսյանն ասում էր, եթե նայում ես, կարդում ես ու քո մասին է, ուրեմն ճշմարիտ է։ Հիմա այդ մարդիկ իրենց տեսնում են, ուրեմն իրենց մասին է։ Եթե ուրիշի մասին է, երկրորդի, երրորդի, չորրորդի, բայց քո մասին չէ, ուրեմն այն չի։ Ուրեմն այնուամենայնիվ իրենց մասին է։ Ուրեմն կայացել է, բայց ինքը կարծում եմ չէր սիրում եւ չընդունեց միակողմանի դառը մռայլ մեկնաբանությունը այդ ծափուտի ծախ իր տեքստի, որտեղ եւ դառնություն կար, եւ խինդ կար, եւ կենսահաստատում կար, եւ կնոջ զորություն կար։ Զորությունը այստեղ ձևակերպված է մի տեսակ ռեժիսորական մեկնաբանությունը իմ կարծիքով եւ դերասանուհու մեկնաբանությունը ցավոք սրտի, այսինքն ռեժիսորի կորզած դերասանուհուց կորզած մեկնաբանությունը այնուամենայնիվ ձևակերպված է դառնության ոսպնյակով։ Ես կարծում եմ իրեն հենց դա պիտի որ դուր չգար, այդ միակողմանի մեկնությունը։ Տերի մասին ոչինչ չեմ կարող ասել, Տերը ինքը շատ տխուր ինձ համար շատ տխուր գժտություն կար Տերը նկարելու հետ կապված իր եւ բեմադրող ռեժիսորի միջև արդեն խզում կար իր եւ Բագրատի միջև Հովհաննիսյան եւ ինքը այդպես էլ չդիտեց ֆիլմը, հրաժարվեց դիտել եւ այդպես էլ իրենք միմյանցից խռով մահացան։ Դե առաջինը Հրանտը հեռացավ, հետո Բագրատը, եթե չեմ սխալվում, եւ այդպես էլ եղավ, ու շատ ցավալի էր դա, բայց չընդունեց։ Դե այս կանաչ կարմիր աշխարհը ի սկզբանե չէր ընդունել, ֆիլմը հաջողված ֆիլմ չի համարել ինքը ու շատերը չեն համարել։ Այդպես։ Շատ լավ։ Կուզեմ մի քիչ խոսենք Բայց այս կանաչ կարմիր աշխարհի մասին մի լավ պատմություն կա։ Կարող եմ պատմել։ Երզնկյան Յուրան, Յուրի Երզնկյանը, Արամայիս Երզնկյանի որդին, շատ շփվող ու շատ պայծառ մարդ էր, որպես մարդ տեսակ։ Հրաշալի ֆիլմ ունի, ես համարում եմ, որ Խաթաբալան
հրաշալիագույն ֆիլմ է, Թիֆլիսի լավագույն տրադիցիաներով արած։ Եվ ինքը այս կանաչ կարմիր աշխարհի նկարահանումների ժամանակ շատ ընկերացել էր Հրանտի հետ եւ շատ ցավալիորեն ասում խոսում պատմում էր եւ այլն, եւ երկուսն էլ մեկը մեկին մրցակցելով հրաշալի պատմություններ էին պատմում կյանքից։ Հրանտը անդադ ասում էր գրիր, դու լավ ես պատմում, պիտի կարողանաս լավ էլ գրել։ Եվ ահա այդ գժտությունը եղավ, որովհետև ֆիլմը չհավանեց Հրանտը ու խռովեց։ Ու դե ինքը ընդհանրապես սոցիալական մարդ չէր։ Այդ գնալ հայ ֆիլմ կինոստուդիա, շփվել, չգիտեմ ինչ որ գնալ տղերքի հետ գնալ, ընդհանուր լայն շրջապատի տղերքի հետ խմելու գնալ կամ քեֆերի կամ բան, չէ, այդպիսի բան չկար։ Ու միայն անհրաժեշտությունից ելնելով, եթե պետք է ինչ-որ բան ստորագրել, ինչ-որ սցենարական հայտ ներկայացնել կամ ինչ-որ քննարկման, խմբագրման, եսի ինչի գնում էր։ Ու 1000-ից մի անգամ ասում է վեր կացա գնացի ստուդիա, ասում է ուր գնում եմ, այս յուրան հետևիցս գալիս։ Ուր գնում եմ, յուրան գալիս է, ներվայնանում է, շատ ուզում է որ հաշտվենք, շատ նեղված է, իրոք իրար շատ սիրում էին մարդկային առումով, էլի, բայց Հրանտի համար դա սկզբունքային էր, որ ֆիլմը այդպես չէր կարելի նկարել, ինքը չէր ընդունում դա։ Ասում է ես այս կողմ եմ գնում, ինքը գալիս է, ես այն կողմ եմ գնում, ինքը գալիս է, մտնում եմ այս ինչ տեղը փակվում եմ, ինչ չի գտնում, հետո վերջ ասում է, մեկ էլ ասացին, որ պիտի գնամ տնօրենի ընդունարան, ասում է գնացի տնօրենի ընդունարան, մեկ էլ ասում է տեսա տնօրենի ընդունարանում արդեն պատրաստ կանգնած ինձ է սպասում, ասում է դեմս է դուրս գալիս անընդհատ, էլի, վերջը ասում է որ տեսա որ ճար չկա, հայացքս փախցնում էի, որ չի ուզում հետը խոսել, ասում է շուռ եկավ ուսերիցս բռնեց, հետևի մեջքիցս, ասում է ուսերիցս բռնեց, այսպես շուռ տվեց ու ասեց Հրանտ ջան, բա արժի որ մի շատ վատ հայհոյանք տվեց ֆիլմի հասցեին, այդպիսի ֆիլմի խաթեր ես ու դու իրարից խռովենք։ Ասում է լրիվ, ասում է այն զինաթափեց։ Ասի յուրա, եթե դու քո ֆիլմը այդպես ես համարում, խնդիր չկա։ Ու ասում է դրա այս հարցը փակվեց, ասում է նորից ընկերացանք դրանից հետո ու այդպես էլ այդքան, այդ ուղակի մի պայծառ բան դրա մեջ էլի, հա։ Ուղղակի ափսոս ֆիլմը որ այդպես էր, հա։ Իսկ Վարդգես Պետրոսյանի հետ ինչ հարաբերություններ ուներ Հրանտ Մաթևոսյանը։ Օ, Լիլ ջան։ Գիտեմ, որ բարդ հարաբերություններ էին, թեպետ Մանսուրյանը իր հարցազրույցներից մեկում նշում էր, որ Վարդգես Պետրոսյանի սպանության լուրը իմանալուց հետո շատ ծանր էր տարել Մաթևոսյանը։ Միարժեքորեն ճիշտ է ասում, ես եմ տեսել։ Գիտեք ինչ, ես չեմ կարող ասել ավելի վաղ շրջանում իրենց փոխհարաբերությունների մասին, բայց Հրանտի վկայությունը կարող եմ ասել, որ Վարդգեսը լինելով գրողների միության նախագահ, ոչ թե ինքն էր ինչ որ բաներ նախաձեռնում, հրահրում կամ կազմակերպում, այլ իր արբանյակները փորձում էին իրեն այդպիսով սիրաշահել։ Իրենք իրենց մեջ որոշել էին, որ դա քաղաքային, քաղաքակիրթ, ձեր ասած գյուղագիր քաղաքագիր այդ ապուշ անտագոնիզմի իբրև թե բանը հասկացել էին, իրենք էությունը հասկացել էին, գորշությունների բաներ, ինքնահաստատվելու պայքար էր, ընդհուպ միջև Մոսկվա անանուն նամակներ գրել, բողոքարկել, ասենք ինչու եք դուք նրան, ես ինչ հրատարակչությունում տպում, ինչու եք դուք նրան պետական մրցանակի թեկնածու որպես ներկայացնում եւ այլն եւ այլն։ Ահա իրենք էին ասում է փորձում սիրաշահել, փորձում գծնել, ինքը չէր կարողանում ընդդիմանալ կամ գուցե չէր ուզում։ Կամ չէր հասցնում, կամ չէր հասկանում։ Համենայն դեպս արդեն Գերագույն խորհուրդում, որ հետո ազգային ժողով վերանվանվեց, իրենց երկուսի հրաշալի համագործակցությունը եւ ընկերությունը կա։ Եվ ես վկա եմ եղել, երբ ուրեմն 1992-ի հունվարին հայ-ադրբեջանական, ռուսական եռակողմ ուրեմն մտավորականների եռակողմ հանդիպում պիտի լիներ, սահմանին պիտի հանդիպեին եւ պիտի փորձեին խաղաղության ինչ որ ռեզոլյուցիա ձևակերպել, հայտարարագիր ձևակերպել մտավորականներով Հայաստանի կողմից Հայաստանի հանձնախումբը
ուրեմն Հայաստանի հանձնախմբի 3 թե 4 անդամների ուրեմն ներգրավումը ստանձնել էր Հրանտ Մաթևոսյանը եւ դրանք պիտի լինեին մշակութային քաղաքական գործիչներ եւ հայերից ինքը վերցրել էր ներառել էր երբ խոսքը իրեն էր հասել ընտրության իրավունքը Անահիտ Բայանդուրն էր Հայաստանի կողմից այդ ամեն ինչի նախաձեռնողը գիտեք իր գործերի ռուսերեն թարգմանիչ եւ քաղաքական գործիչ ու մարդու իրավունքների միջազգային մակարդակով մարդու իրավունքների Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա եւ այլն գործիչ Հրանտը ներառել էր Վարդգես Պետրոսյանին եւ Լևոն Մկրտչյանին ռուսական ֆակուլտետի Երևան պետական համալսարանի ռուսական ֆակուլտետի դեկանին, որը հետո ռուս-սլավոնական համալսարանի հիմնադիր ռեկտորը եղավ։ Ահա Վարդգեսին էր ներառել իրենց փոխհարաբերությունը, թե այդ մեր ճամփորդության ժամանակ ես հետները գնացել եմ, թե Ադրբեջանի տարածք մտնելու եւ ադրբեջանցիների ու ռուսների հետ այդ հանդիպման ժամանակ Ղազախում ենք հանդիպել թե առհասարակ զրույցները իրար մեջ եւ իրար հետ բացարձակ ոչ մի վերապահություն մարդու տեսակի հանդեպ վերաբերմունքի երկուսի կողմից էլ չէր ենթադրում ես այդքանը կարող եմ ասել այսինքն ես անկեղծ ընկերություն էի տեսնում իրենց միջեւ եւ իրոք այդ տառապանքը կար կարծում եմ շատ ծանր շատ տգեղ հաշվեհարդար էր, չգիտեմ ինչի համար, բայց ես իրոք հույս ունեի, որ կբացահայտվի այդ մարդասպանությունը եւ ցավոք դա տեղի չունեցավ եւ Մասուրյանը միարժեքորեն ճիշտ է ասում։ Այո։ Շատ լավ։ Պաստոն դուք հենց այդ հանդիպմանն էլ ներկա եք։ Ես նկարել եմ այդ հանդիպումը։ Տեսա նկարահանում եմ արել, Անահիտ Բայանդուրը շատ դեմ էր, ինքը կարծում էր, որ ադրբեջանցիները տեսնելով, որ նկարահանում է տեղի ունենում կհեռանան, իրենք ճիշտ հակառակը այնքան ուրախացան ու անընդհատ գլխներին տալիս էին, թե մենք ինչպես չվայմեցինք, իսկ ես ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկ էի վերցրել VHS։ Վատ որակով արդեն այդ ժամանակ ինքը բավականաչափ չէր բավարարում նկարահանում ապարու, բայց ինչ որ հնարավորություններ նկարահանեցի, այդ հայտարարագիրն էլ ցավոք դրանից 15 օր հետո իրադարձությունները նորից բորբոքվեցին եւ արդեն երկրորդ փուլը եղավ պատերազմի, որից հետո դուք գիտեք, որի շնորհիվ մենք հաղթեցինք, բայց էլի զոհեր եղան, էլի արյուն եղավ, մի խոսքով։ Այսինքն այդ հանդիպումը, քանի որ Ադրբեջանում ինչքան որ ես հասկանում եմ, տեղի ունեցավ հերթական իշխանափոխությունը, արդեն Ալիևը, Հեյդար Ալիևը վերադարձավ, այդ ամեն ինչը իդերևս գրվեց, դուրս եկավ եւ այդ ամեն ինչը վերջացավ։ Իրենք Ադրբեջանի ազգային ճակատի, ժողովրդական ճակատի ներկայացուցիչներ էին, իշխանության ներկայացուցիչներ եւ իրենք կորցրեցին իշխանությունը դրանից հետո, բայց իրոք շատ մեծ էր ձգտումը հաշտության հասնելու եւ մեր եւ ադրբեջանցիների եւ ռուս մտավորականության ներկայացուցիչների միջեւ այդ կոնսենսուսը կար, անհրաժեշտություն էին տեսնում եւ ցավոք դա տեղի չունեցավ։ Իդեպ այն կողմից ես այդ օրը առաջին անգամ հանդիպել եմ դες քաչ հայտնի քաչտանոց Աքրամ Այլիսլիին, Քարե երազների հեղինակին։ Էլի հրաշալի տպավորություն եմ ունեցել եւ ունեմ, ես հիմա էլ իրեն համարում եմ Մաթևոսյանի լավագույն ընկերը, որը անդավաճան է մնացել իրենց երիտասարդությանը եւ իրենց գրական հավատամքին, այսինքն բարձր խոսքի գրական հավատամքին։ Այդպես։ Իսկ Վարդը լինել գրողի որդի։ Շատ։ Ոնց է դա արտահայտվում, ինչ պատասխանատվություն։ Դե ես դրա մասին մի քիչ խոսեցի, Լիլիան, ես ասացի, որ շատ դժվար է այս իրականությանը առնչվել ունենալով այդ չափորոշիչները եւ այդ գրականությունը հրապարակախոսությունը ամեն վարքյան այդ բանաձևերը քո մեջ ունենալով։ Շատ դժվար է քննել եւ հաշտվել իրականության հետ, որը չափազանց անկատար է այդ բանաձևերի խոշորացույցի միջով նայելու եւ անընդհատ դա շտկելու դրա անհնարինության համակարգված մտածողության ձգտելու ճանապարհներ որոնելու, բայց դա նաեւ մոտիվացիա է տալիս, պատճառաբանություն է տալիս ինչ որ բան անելու եւ առաջ շարժվելու, կռիվ տալու, որովհետեւ չպիտի այնքան դառը լինես, որ թքեն եւ չպիտի այնքան քաղցր լինես, որ քեզ կուլ տան։ Այդպես էլ ապրում ենք, տեսնենք։ Այդպես։
Կուզեմ մի քիչ գանք նաև հիմնադրամի գործունեությանը եւ ձեր նշած բնապահպանական գործունեությանը, որով մեծապես զբաղված եք։ Մի փոքր կխոսեք, ինչ նպատակներ ունի հիմնադրամը, ինչու է ստեղծվել, ու հետո արդեն նաև մյուսը։ Դե տեսեք, հիմնադրամը ստեղծվել է ժառանգությունը պահպանելու, զարգացնելու, հանրահռչակելու, տարածելու, թարգմանելու եւ այլն նպատակներով։ Ստեղծվել է դեռ 2003-ին, մի քիչ ամպագորգոր անուն է հիմնադրամ, ուղղակի իրավակազմակերպչական այլ ձև, որը կհամապատասխաներ անհրաժեշտ մարտահրավերներին, չկար այն ժամանակ։ Ստեղծվել է մեր եւ Հայաստանի Հանրապետության կառավարության, այսինքն մեր ընտանիքի եւ Մաթեոսյանի ընկերների նկատի ունեմ, եւ մյուս կողմից էլ Հայաստանի Հանրապետության կառավարության, հատկապես իդեմս լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ այն ժամանակ առաջնահերթ բանը նպատակը, որ հետապնդում էինք Մաթեոսյան կենտրոն թանգարանի ստեղծումն էր եւ գյուղում հայրական տան որպես տուն թանգարանի ստեղծումը եւ գործունեությունը, գործարկումը։ Դե նայեք, հսկայական ժամանակ է անցել, ի վերջո 1/4 դար ժամանակ է անցել այս պահին։ Հասել ենք այն բանին, որ կենտրոն թանգարանը կա, դեռ լիարժեք չի գործում, որովհետեւ շատ ու շատ թերացումներ կան, գիտեք, այդ նորից չանդրադառնանք դրան հիմա։ Եվ կարծում եմ, որ դեռ պիտի գնանք, չգիտեմ, կյանքը ինչքան կհերիքի, ինչպես դա տեղի կունենա, բայց այդ ճանապարհով շարժվում ենք։ Նույն շրջանակներում, քանի որ Մաթեոսյանի ժառանգության անվերապահ բաղադրիչ ենք համարում գյուղի եւ գյուղերի եւ Հայաստանում առհասարակ գյուղի եւ գյուղ հասկացության եւ բնության պահպանությունը, ինչպես որ Մաթեոսյանի գրականությունն է ասում, դրանով ենք զբաղվում եւ հիմնադրամից բնականաբար առաջացավ այդ գաղափարը, որ այդ հասարակական կազմակերպությունը պետք է տեղում ստեղծել, արդեն բնության համաշխարհային հիմնադրամի WWF-ի հայաստանյան ներկայացության հետ խոսելով իմացանք, որ կա բնապահպանական միջանցքների, էկոմիջանցքների ծրագիր Հայաստանում, գիտեք, հովազի պահպանությունը, եղջերուների, Կովկասյան ազնիվ եղջերուի վերադարձը Հայաստան, այդ բոլոր ծրագրերի հետ ինչ որ առնչություններ սկսեցինք աստիճանաբար ունենալ եւ հետո հանգեցինք նրան, որ ահա այդ ՀԿ-ն պետք է ստեղծել։ Հիմա ստեղծել ենք WWF-ին մեր հնարավորության սահմաններում օգնում ենք, իրենք ֆինանսավորում են բարեբախտաբար։ Մի քանի օրը մեկ հատկապես գարնանից մինչև ուշ աշուն հաշվետվություններ եմ ստանում, այսպես էլի կարճարոտ նկարագրեմ մեր ֆոտոթակարդներով որսած վայրի բնության ներկայացուցիչների անմռունչ եւ գեղեցիկ գոյության վկայություններ Գորշ արջի, եղջերուի եւ այլնի մասին ու սպասում ենք, որ հովազը մի օր մեր ֆոտոթակարդներում կգրանցվի, որովհետեւ գիտենք, որ մեզ մոտով անցնում դառնում է, քանի որ Իջևան է հասնում եւ ամենայն հավանականությամբ մեր տարածքով է հասնում, բայց առայժմ լուսան ենք նկարել, հովազին դեռ չենք նկարել, ինքը զգուշ կենդանի է, լուսանն էլ է զգուշ, բայց լուսանը մեր ֆոտոթակարդով գրանցվել է, իսկ հովազը ոչ։ Այդպես գյուղերի համար ենք շատ անհանգիստ, շատ անհանգիստ ենք, գյուղերը դատարկվում են, սա ծանր մարտահրավեր է։ Հիմա նաև շատ անհանգիստ ենք եւ դպրոցների խոշորացման եւ համայնքների խոշորացման ծրագրով, որովհետեւ իրականում ենթակառուցվածքային բազմաթիվ կապեր ու խնդիրներ հաշվի չեն առնված։ Պրոպագանդիստական հայտարարագրային քայլեր են հիմնականում, ասենք ամենապարզ հարցը որ տալիս ես, դրան ի պատասխան իհարկե գորգորոցներ եւ ճոճովոցներ են գալիս, այն մասին, որ երեխաները ցեխերում չեն ապրի, ինչը ճիշտ է, շատ լավ է, որ չեն ապրի երեխաները ցեխերում, բայց ահա Ահնիձորում, եթե դու դպրոցը փակում ես, ես նորից եմ ասում, Ահնիձորը միայն Ահնիձոր չի, հա, ցանկացած Ահնիձորում Հայաստանի Հանրապետության Երբ դու դպրոցը փակում ես եւ խոշորացնում ես եւ ասենք դպրոց ես բացում Լորուտում,
Բազմաթիվ հարցեր են առաջանում, թե դա ինչպես պիտի տեղի ունենա, ինչպես պիտի գնան, ինչպես պիտի գան, բայց ամենակարևորը Ահնիձորում երիտասարդ ու վերարտադրվող ընտանիքներ են, այսինքն երեխաներ, դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիք են, այն ընտանիքները, որոնց ծնողները հիմնականում մանկավարժ են կամ դպրոցի աշխատակազմում են ընդգրկված։ Դպրոցը փակեցիր, բնականաբար խոշորացված դպրոցը, որտեղ կենտրոնանում են, ասենք թե 3 կամ 4 գյուղերի ուսուցիչներ իրենց ընտանիքներով, որպես ծնողներ, չի կարող նոր դպրոցը, ասենք, ունենալ 5 աշխարհագրության ուսուցիչ կամ 6 հանրահաշվի երկրաչափության ուսուցիչ կամ 3 ֆիզիկայի ուսուցիչ։ Բնականաբար կրճատումներ եւս կլինեն։ Ինչ է տեղի ունենում, այդ մարդիկ աշխատանքից աշխատազուրկ են դառնում։ Այդ մարդիկ, որ աշխատազուրկ են դառնում, արտագաղթում են։ Գյուղից առնվազն գնում են, ով որ մրցունակ էր մնաց, ասենք թե Լորուտի դպրոցում կամ Քարնջի դպրոցում կամ Մարցի դպրոցում, ով որ մրցունակ չէր, ճակերտավոր կամ բախտը չբերեց, ինքը գնաց։ Այսինքն դու աշակերտ չունեցար, այս աշակերտը չգնաց այնտեղ սովորելու, այդ հրաշալի պայմաններում նոր դպրոցի եւ այլն, բասկետբոլի դահլիճով, լողավազանով եւ այլն դու չունես, այդտեղ դու չունես սովորող աշակերտ կամ չունես այնքան սովորող աշակերտ, որ այդ քանակությունը ապահովեր։ Ինչ ունեցար դատարկված գյուղեր, որոնք հիմա արդեն դատարկ են։ Այսինքն գործընթացը արդեն սկսվել է ու հենց Դե հիմա ասում են, որ սեպտեմբերի 1-ից հիմա մենք փորձում ենք դրան ինչ որ հասարակական ջանքերով փորձում ենք հակազդել։ Ես չգիտեմ հասարակական գիտակցումը այս ամեն ինչի ինչքան է, նաև են մարդկանց, որոնք հիմա մեզ հետ փորձում են համագործակցել, բայց հույս ունեմ, որ իրենք էլ այս երևույթը ավելի ինձանից էլ մի բան ավելի խորը մանկավարժորեն, մեթոդաբանորեն, տնտեսական, սոցիալական բազմաթիվ բաներ հաշվելով ի վիճակի են պատկերացնել եւ տալ ինչ որ հակընդդեմ բանաձևեր կամ բանաձևումներ։ Իրականում պիտի, եթե չեմ սխալվում, փետրվարի 1-ից փակված լինեին, բայց բարեբախտաբար հայտարարագրված վերականգնվող կամ 0-ից կառուցվող դպրոցների թիվը իրականում շատ ավելի չնչին է, քան ամպագորգոր թվերով հրապարակել էին։ Ու ասենք երբեմն զավեշտ ենք ունենում մի քանի անգամ 1 տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, նույն դպրոցը տարբեր ձևերով նկարում են եւ մատուցում են որպես մի խոսքով, բայց դա էլ նշանակություն չունի։ Խնդիրն է, որ մյուս կողմից էլ խնդիրն է, որ դու չունես, իրականում դու չունես սահմանային եւ ոչ սահմանային գյուղեր։ Դու հայտարարում ես, որ սա օրինակի համար Բերթավանը անխոս, Կոթին անխոս, սահմանային գյուղեր են, բայց Հայաստանի մասշտաբով, այսօր Կովկասի մասշտաբով Ահնիձորը Կոթիից ուղիղ գծով 40 կիլոմետրի վրա է։ Բերթավանի սարերը եւ Կոթիի սարերը մեր սարերն են, այսինքն իրենք ամռանը, երբ որ իրենց նախիրները բերում են սար, եթե գալիս են, իրենք բերում են մեր հարևանությամբ։ Դու չունես իրականում, այսպես ասենք, հույս ունեմ պետական գաղտնիք չեմ հրապարակի, որ Կիրանցի անկլավի վերադարձից հետո Հայաստանի հակաօդային պաշտպանության բաները, կետերը հիմա Ահնիձորից 10 կիլոմետր վերև են ընդամենը։ Այսինքն ինչ սահմանային ոչ սահմանային է խնդիրը։ Եվ եթե դու պահպանվող սահմանների հարևանությամբ լինի դա Ահնիձորում, Կոթիում, Բերթավանում, թե ասենք թե Նոյեմբերյանում կամ առավել եւս Սյունիքում չունես բնակեցված գյուղեր, դու ինչն ես պաշտպանում, ինչն ես պահպանում։ Այդ է հարցը։ Այսինքն խնդիրը որպես մասշտաբային երևույթ հետեւյալ տիրույթում է դրված։ Դու գյուղատնտեսական ագրարային երկիր, ի սկզբանե գյուղատնտեսական ագրարային երկիր լինելով, դու քո գյուղատնտեսությունը փաստացի, չեմ ասում հիմա է դա տեղի ունեցել, բայց տասնամյակների ընթացքում, 1 դարի ընթացքում փաստացի ոչնչացրել ես շատ ու շատ տեղերում, գյուղական բնակչությունը քոչել է, եւ դու հիմա եղած գյուղական բնակչությունը քոչեցնում ես ելնելով այն բանից, որ ուրեմն համայնքները պիտի խոշորացնես, համայնքների խոշորացումը բացասական կողմեր ունի։ Համայնքները խոշորացնելով դու թույլատրում ես
տեղական վերահսկողությունը տեղական մեկ գյուղի կամ մի քանի գյուղի միավորի առումով շատ բարձ թե ինչպես ուրեմն համայնքը ունի ղեկավարություն եւ ունի վարչական ներկայացուցիչներ գյուղում վարչական ղեկավարներ որոնք ունեն աշխատակազմը մեկ հոգի է կոչվում է օպերատոր մեկը որ տիրապետում է համակարգչի շատ տեղերում այդ օպերատորն էլ չկա, որովհետև համապատասխան գիտելիքով զինված մարդ չկա կամ ոչ մեկը չի ուզում այդ աշխատավարձով օպերատոր աշխատել։ Ինչ կարող է անել մեկ վարչական ներկայացուցիչը, մեկ վարչական ղեկավարը։ Եթե գյուղը ինչ որ մարտահրավեր ունի, ինչ որ բան անելու։ Եթե համայնքը ավելի կոմպակտ է, իր աշխատակազմով զարգացած է, ի վիճակի է ինչ որ բան անել, ես դա հասկանում եմ։ Բայց իրականում փաստացի Երբ որ դու ունենում ես, ասենք, ֆորմալ առումով գծում ես, ասենք 8 գյուղ եւ 3 քաղաք մի համայնքի մեջ են, ասենք, թե կամ քաղաքատիպավան։ Իրականում դու տեսնում ես, որ համայնքի թե ծրագրերը, թե իրականացված հաջող քայլերը եւ այլն վերաբերում են առավել զարգացած գյուղերին, ավաններին եւ դու ունենում ես խնդիր անհամամասն ակտիվության եւ այլն, այսինքն հետո Լավ, ասենք արեցիք, հաջորդը ինչ է լինելու։ Գումարած են, որ դու տարբեր տեղերում ունես դպրոցներ, որոնք արդեն իսկ 20-30 տարի առաջ կառուցվել են եւ հրաշալի դպրոցներ են եղել եւ դատարկ են, արդեն իսկ դատարկ են, բայց դու դրանց կողքի գյուղում 4 կիլոմետրի վրա ես օրինակ ունեմ, որոշել ես նոր դպրոց կառուցել 0-ից, հանուն ինչի։ Չգիտեմ։ Սա համակարգված անհասկացողության եւ համակարգված չմտածելու խնդիր է եւ շատ ցավալի է եւ ըստ որում այո ես համաձայն եմ որ ներկայիս կառավարությունը ուղղակի բնականon կերպով շարունակում է փորձելով հաղթահարել նախկին կառավարությունների բացթողումները բայց որևէ կերպ չի հաղթահարում ինքը ուրիշ ուղղակի մոտեցում է փորձում ցուցաբերել ավելի ժողովրդահաճո, ավելի ամբողջահաճո, բայց արդյունքը նույն բանն է լինելու, եթե ոչ ավելի վատ, որովհետև վերջո այդ ամեն ինչը զարգացում ունի եւ զարգացումը ի վերջո մի պահի գալիս ու պայթում է։ Ու Հայաստանի 20 թվականից ի վեր մարտահրավերները այդ պայթյունին են բերել արդեն։ Ու հիմա մի կերպ ասենք թե կարելի է շարունակել, բայց հետո ինչ է լինելու։ Հետո դու ունենալու ես ուղղակի դատարկված գյուղեր, եթե մեր նպատակը դա է, խնդրեմ, բայց հայտարարագրված է, չէ՞ որ մեր նպատակը դա չէ։ Բա որն է։ Այդպես։ Իսկ դու հիմա գյուղում ես ապրում։ Ես հիմա գյուղում չեմ ապրում։ Ցավում եմ, բայց չեմ ապրում։ Ես ծրագիր սկսեցի, այնպես ստացվեց, որ թեթև ֆինանսավորում եղավ ինչ-որ բան անելու, մենք հույս ունեինք, որ տուն-թանգարանի հարցը կլուծվի, մենք հույս ունեինք, որ SՀԿ-ով ինչ-որ բաներ տեղի կունենան, մասամբ դա շատ փոքր բանով տեղի ունեցավ, բայց մենք հիմա ֆինանսավորման աղբյուրներ պիտի փնտրենք, որ կարողանանք ինչ-որ քայլեր անել, որի վիճակի լինենք, կենցաղային սոցիալական ինչ-որ պայմաններ ստեղծել, ծրագրեր սկսել ամենածանր մարտահրավերը եղավ 20 թվականը, թե COVID-ի, թե պատերազմի, թե դրան հաջորդած տարիների իմաստով։ Եվ փաստացի մենք հիմա ունենք այնինչ ունենք, այսինքն ես այս դմեր չի ասի, որ հաճախ եմ եղել գյուղում, առանձնապես անելու բանել ոնց որ այս պահին չկար, բայց հիմա նորից կակտիվանանք, նորից սպախրայով կսկսենք զբաղվել վայրի բնության այս հարցերով եւ այլն ու կփորձենք ընթացս տեսնել թե ինչ ենք անում, փորձում ենք զբոսաշրջություն հրապուրել դեպի մեր կողմերը, արահետներ կառուցել, արահետները խնամել, արահետները սպասարկել, այդ թվում շրջանցիկ արահետներ ոչ թե ճանապարհներով Ահնիձորը գտնելու եւ դեպի Ահնիձոր շարժվելու գործեր արել ենք այդ կարգի ու փորձում ենք ծրագրերի ենք դիմել մի քանի անգամ, ցավոք սրտի դեռ մի մասը չենք հաջողել, հույս ունենք այդպես կկարողանանք գումարած տուն-թանգարանի հերանեկարը մի բան անցյալ տարի կարծեմ, անցյալ տարի արդյունքը եղավ, հաջողեցինք տունը ծնողական տունը գրանցեցինք որպես նորահայտ տեղական հուշարձան, ինչը որոշակի կարգավիճակ է տալիս, գուցե թե ուշադրություն պարտադրում տեղական եւ հանրապետական իշխանություններին, որովհետեւ տունը հին տուն է եւ դե
ըստ էության Մաթեոսյանի եւ Հրաչյա Մաթեոսյանի տարիքի տուն է, որը կառուցվել է, վերակառուցվել է եւ այլն, այդ իրենց կյանքի տևողության ընթացքում հոր կողմից, հոր ձեռքով եւ մոր իրենց օժանդակությամբ նաեւ որդիների։ Ու հիմա այդ տունը խնամքի կարիք ունի, որպեսզի չքանդվի, չփլվի։ Եվ մենք ուղղակի երբ մեր այդ ծրագիրը, մենք մի մոտկորի զարգացման ծրագիր ունենք, մոտկոր հատուկ գոտի, որի մի շարք կետերին արդեն հասել ենք, օրինակ Բախրայի գոյությունը, Բախրա կազմակերպության գոյությունը այդ հայեցակարգի շրջանակներում էր, հիմա այդ զարգացման ծրագրի տրամաբանությամբ առաջ գնալով, եթե մենք կարողանանք, մենք պիտի որ հասնենք մի բանի, որ դա դառնա հատուկ պահպանվող տարածք, որոշակի ստատուսով, ավելի պարզ բառերով եթե ասենք, դա կարող է դառնալ ազգային զբոսայգի, ազգային պարկ։ Մի քանի մարտահրավերներ ենք հաղթել եւ կարծում եմ ելի կհաղթենք, քանի որ ոնց որ տեղաբնակները եւ մենք նույն կերպ ենք մտածում։ Օրինակի համար հանքարդյունաբերության ներկայացուցիչները եկան հանրային քննարկում կազմակերպելու Մարց գյուղում եւ դա սարսափելի վտանգավոր մարտահրավեր էր եւ մենք բնապահպանական կազմակերպությունների եւ իհարկե առաջնահերթորեն Մարց գյուղի բնակիչների ու համայնքի ներկայացուցիչների միջամտությամբ կարողացանք դիմագրավել նրանց։ Ինչու էր դա սարսափելի, որովհետեւ ուղիղ գծով դարձյալ ոչ հեռու, դուք գիտեք, որ կա շնողի հարևանությամբ կան ուրեմն մոլիբդենի ու բանի հանքերը Ալավերդում եւ Ալավերդում դե վաղուց կա բանի անունը մոռացա կողքի գյուղը ինչ էր շնողի հանքը որն էր Սոտքը չէր մեր մոտ բանը այ վերջը եւ եկել էին փաստացի բանի ինչ որ փոքր հանքավայր իբրև թե եւ այլն Հակոբ Սանասարյանը դեռ ողջ էր բնապահպան քարտեզներով է եկել խորհրդային միության երկրաբանական քարտեզներով եւ խոսքը ոսկու իբրև թե հանքավայրի մասին էր բայց իրականում ամենավերջին քիմիական էլեմենտներից քիմիական տարերից որ այնտեղ նշված էր ուրանն էր այսինքն դա նշանակում էր որ մեր տամբող ձորը մահանում էր ներառյալ ահնի ձորը մեր հայեցակարգը այն է որ մոտկորը այդ գյուղերի ընդհանրությունը որ մենք պատմականորեն ինքներս մեզ մոտկորեցի ենք անվանում ինքը միջնադարյան ամրոց քաղաք է եղել մոտկորը որ մոտկորեցիներս ունենք առնվազն 3 բրենդ Հովհաննես Թումանյանը, Հրանտ Մաթեոսյանը եւ Մոտկորն ինքը, որով կարող ենք այդ ազգային պարկը որպես բնության քիչ թե շատ փոքրի շատ է չաղտեղված, չաղճատված մի անկյուն պահպանել եւ բնապահպանական մշակութային այդ տրիգերներով, այդ խթանիչներով, որ Մաթեոսյանն ու Հովհաննես Թումանյանն եւ Մոտկորը որպես պատմական խթանիչ ապահովել գեղեցիկ գյուղատնտեսական, զբոսաշրջային եւ մշակութային կյանք այնտեղ։ Բայց դրա համար իհարկե պետական եւ համապետական եւ միջազգային աջակցություն եւ գաղափարաբանություն է պետք դա հասկանալու։ Առայժմ որպես այդպիսին արձագանքներ չունենք, ինչպես որ չունեցանք օրինակ Երևանում Հրանտ Մաթեոսյան կենտրոնը վերջապես կառուցվելուց հետո մեր կենտրոնը որպես պետական թանգարան գրանցելու, ձևակերպելու եւ աշխատեցնելու առումով։ Այնպես որ առաջ են գնում մեր դիմադրության եւ անհասկացողության եւ շատ հաճախ հիմարության հաղթահարմամբ, բայց բարեբախտաբար ունենք աջակիցներ, սիրելիներ, մտածողներ, որոնք մեր կողքին են։ Տեսնենք, շարունակում ենք կռվել։ Հաջողություն եմ մաղթում ու հուսով եմ, որ իսկապես այդ նախաձեռնությունն իր արդյունքը կունենա։ Աստծո։ Դավիթ, մենք վերջում ունենք փոքրիկ խաղ, եւ փորձենք իրար հետ էլ խաղալ։
3 անհավանական փաստ պատմիր կամ պատմություն պատմիր քո մասին, որ մեզ դիտող լսողները հավանաբար գլխի չեն ընկնի դրանցից, որ մեկն է սուտ պատմությունը։ Երկուսը ճիշտ, մեկը սուտ։ Պիտի պատրաստված լինեի։ 3 փաստ։ Գուցե տարօրինակ նախասիրություններ, հետաքրքիր բաներ, որ փորձել ես ու մարդիկ չեն ակնկալի քեզ տեսնել այդ փորձության մեջ։ Երկուսը ճիշտ, մեկը Ամենադժվարը սուտ։ լինելու է սուտը։ Ու մոռացա ասել, վերջում մենք կադրից դուրս կնկարենք հատվածը, որտեղ ես արդեն կփորձեմ գուշակել, որն է ճիշտ, որը սուտ, եւ մեզ ամսական բարենորդագրությամբ միացած մարդկանց կուղարկենք ճիշտ պատասխանը։ Մյուսներին կթողնենք Դու տանջվեն։ պիտի չիմանաս, որն է սուտը։ Ավելի դժվար է։ Եղել եմ հայ առաջին զինյալ քաղաքացին, Հայաստանի առաջին զինյալ քաղաքացին, որին 1988-ին Հայաստանի տարածքից դուրս փորձ են արել ձերբակալել եւ որոշակի ուժերի միջամտության շնորհիվ դա տեղի չի ունեցել։ Լավ։ Սա առաջին պատմությունը։ Երկրորդ 3 տարեկանում ես Հրանտ Մաթևոսյանին եւ նրա ընկերներից մեկին ծանոթացրել եմ մի մարդու հետ, որին ինքս եմ ծանոթացել մինչեւ այդ, հնարավորություն ունեցել ծանոթանալ մինչեւ այդ եւ կարողացել եմ այդ մարդուն մեր տուն հրավիրել, բացատրելով, որ ուրեմն ինքը գործ ունի բարձրորակ մի գրողի արձակագրի հետ եւ ուրեմն այդ հանդիպումը կայացել է եւ դրանից հետո նրանց միջև շատ ջերմ ու ցկյանս ընկերություն է հաստատվել։ 22 Երրորդը 90-ականների սկզբին ես ուրեմն Արցախում Հաթերք գյուղում Փարանձեմ ջոկատի հետ կապված հայտնի ճգնաժամային պատմության մասնակիցներից եմ եղել, եթե կհիշեք, այդ պատմությունն էր այն, որ պատժիչ գործողության, ավելի ճիշտ Գոլցո օղակ պատժիչ գործողության շրջանակներում ռուսական սովետական զորքը, արդեն վերջացող սովետական միության զորքը մտել էր Հաթերք եւ հայ կանանց ջոկատը ձերբակալել էր նրանց ղեկավարությանը եւ մեկ շաբաթ, հիմա չեմ հիշում, թե 10 օր տևած բանակցություններից հետո Հայաստանի ղեկավարության, ռազմաքաղաքական ղեկավարության միջամտության շնորհիվ նրանց բաց թողեցին, ահա ես եղել եմ տեղում եւ վկաներից մեկն եմ այդ տեղի ունեցած գործողությունների։ Երեքն էլ շատ հետաքրքիր պատմություններ էին։ Շնորհակալություն Դավիթ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար ու այս հրաշալի զրույցի համար։ Կվերադառնանք մի օր։ Սիրով, անպայման։ Մերսի։